Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորումը միակ ճանապարհն է հայրենիք ունենալու, բայց սիրողական պատկերացումներով չի հաջողվելու դա անել, գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Լայն հասարակությանը, ներառյալ պետական համակարգին, քաղաքականությամբ չզբաղվողներին սա տեղ հասցնել չի հաջողվելու։ Այո, սոցիոլոգիան ասում է, որ այս իշխանությունը վերջացած է, բայց որպեսզի դա դառնա իրականություն, պետք են լուրջ քայլեր, ըստ վերլուծաբանի նախ պետք է տեղ հասցնել լայն հասարակությանը, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները, հետո ճշգրիտ ձևակերպել նոր իշխանության առաքելությունը։ Սա անելու պարագայում կարող ենք արագ փոխել հանրային մթնոլորտը, կանգնեցնել իրավական տերորի թափանիվը եւ ընտրությունն ավարտված է լինելու նախքան քվեարկության օրը։ Հայաստանում պետք է վերջապես իրար հանդիպեն ռեսուրսը, քաղաքական մտածողությունը եւ հավակնությունները, եւ դա թույլ կտա լուծել այս ամենակարևոր ու ամենապարզ խնդիրը։ Հակառակ դեպքում ստացվում է կա փոփոխությունների հանրային լայն պահանջ, բայց չկա այդ լայն պահանջը ճիշտ օրակարգի վերածող համակարգ։ Պետք է էապես նվազեցնել սխալ եւ չհաշվարկված մտքերի տարածումը ոչ իշխանական համակարգերից, գոնե առաջատարներից։ Առաջին հերթին պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները։ Իսկ այդ ընտրությունները երկու բանի մասին են՝ Հայաստանի ներքին կյանքի էական փոփոխության եւ չպատերազմ իրավիճակի գրագետ մենեջմենթի։ Այս տեսանկյունից նայելու դեպքում հստականում են թե հանրության հետ աշխատանքի տրամաբանությունը եւ թե ներքին եւ արտաքին համագործակցության սցենարներն ու հետաքրքրությունները։ Պետք է ընդունել, որ հաջորդ իշխանությունների առաքելությունը որքան կարևոր, այնքան էլ սահմանափակ է, եւ սա իրականում դրական հանգամանք է։ Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որն այս օրերին մասնակցում է Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանի կամրջող հեռանկարներ, երկխոսության միջնորդության եւ վստահության ամրապնդումը անորոշության դարաշրջանում խորագրով նիստին, ասել է, որ իր ելույթում ուրախությամբ հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Ըստ նրա, Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարգանքի վրա։ Այն նաև ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում։ Խանդանյանը նաև դավատեսություն է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության, ամփոփում է Խանդանյանը։ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ այն դեպքում, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նրա խոսքով Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր են Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը եւ Հայաստանի հարավով նախատեսվող հաղորդակցային միջանցքը, որոնք ըստ նրա չեն ներառվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում։ Այս զգայունությունների հաղթահարումից եւ Բաքվի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ։ Երկու երկրների միջև սահմանի բացումն ու տնտեսական հարաբերությունների աշխուժացումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Թե ինչու Թուրքիան չի շտապում այս գործընթացում, պետք է նշեմ, որ նպատակն է խուսափել Հարավային Կովկասում նոր սառեցված հակամարտության առաջացումից։ Եթե հենց հիմա կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, այդպիսով Երևանին կզրկենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հիմնական խթանը, իսկ դա կարող է նոր սառեցված հակամարտության վտանգ ստեղծել, ինչը մենք չենք ցանկանում։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադայանը գրում է. մեր շատ հայրենակիցների զայրացրել կամ հետաքրքրել է փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Ալիս Հուքերը Հայաստան այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել առանց Հայաստանի որևէ պաշտոնյայի ուղեկցության։ Վերլուծաբանը փորձել է հասկանալ, թե ինչ կարգավիճակով է Հուքերը այցելել Ծիծեռնակաբերդի, ենթադրելով, որ խոսքը զուտ անձնական այցի մասին է։ Իդեպ, երբ դիտարկում ենք Ծիծեռնակաբերդ այցի մասին ԱՄՆ դեսպանատան տարածած լուսանկարները, դրանցում չկա նաև ԱՄՆ դեսպանը։ Այսինքն տպավորություն է, որ Հուքերին Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում չի ուղեկցել նաև ԱՄՆ դեսպանը, կամ համենայն դեպս նրան խնամքով դուրս են թողել լուսանկարներից։ Սա թերևս մեկ անգամ հաստատում է վարկածը, որ Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ եղել է զուտ անձնական, ամերիկյան կողմը չի եղել այցի պաշտոնական շրջանակով շահագրգռված։
Սրանից էլ կարող եմ եզրակացնել, որ հենց ամերիկյան կողմն է խուսափել այնպիսի անտուրաժից, որը կարող էր դուրս չգալ Անկարային, իսկ անձնական բնույթի այցն էլ եղել է հայերին դուր գալու համար։ Սա չեմ ասում, որպեսզի մեղադրանքներից պաշտպանեմ պաշտոնական Երևանին։ Հայ-թուրքական հարցում, ցեղասպանության հարցում Երևանի մոտեցումները արտահայտվել են բավականին բաց, եւ ես ինքս բազմիցս ընդդիմախոսել եմ այդ դիրքորոշումների հանդեպ։ Հարցը այստեղ իհարկե կոնկրետ իրավիճակը, կոնկրետ դրվագը հնարավորինս ամբողջական դիտարկելն ու հասկանալն է, որպեսզի ոչինչ չլինի ինքնանպատակ, ու նաև հասկանալի լինի, թե օրինակ ինչ մղումներ կարող են լինել ամերիկյան կողմում։ Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։ Նախագահների առանձնազրույցին հաջորդել է հայկական եւ վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-ից 20-ը այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Մի խումբ քաղաքացիներ, որոնք կիբերխարդախության զոհ են դարձել, բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի գլխավոր դատախազության դիմաց։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանի խոսքով իրենք պահանջում են նախընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնել քրեական վարույթ, քաղաքացիներին ճանաչել որպես տուժող։ Զեղծարության զոհ դարձած քաղաքացին, երբ որ դիմում է ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն, ստանում է անլուրջ վերաբերմունք, ինչը հարիր չի նման դեպքերում, տուժողին երբեք չի կարելի մեղադրանք ներկայացնել, երբ որ տուժողը ներկայացնում է, որ ինքը դարձել է զեղծարության զոհ, համապատասխան մարմինների կողմից ստանում է հետևյալ վերաբերմունքը։ Իսկ ուր է ձեր գլուխը, ում եք փոխանցել ձեր փողերը, ձեր փողերը ձեր կամքով փոխանցել եք ուրիշներին, հիմա եկել եք մեզանից եք պահանջում։ Սա ուրեմն հանցագործությունը կոծկելու միջոց է, սա հանցագործությունը կոծկելու ձև է, եւ սա առաջացնում է անվստահություն քաղաքացիների մոտ մեր պետական մարմինների նկատմամբ, ինչը պիտի հուզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, եւ սրա հետ կապված մենք ունենք մեր հստակ պահանջները, որը հետեւյալն է։ Ինչի հետևանքով են առաջացել այս կիբեր հանցագործությունները, հա, այն պետական մարմինների բաց թողումների եւ թերացումների եւ հանցավոր անգործության հետևանքով, ինչի մասին ես ներկայացրեցի, որովհետեւ եթե ներողություն, բայց ես հիմա որոշեմ փողոցում կոնֆետ վաճառել, ինձ մոտենալու են ու մեղադրեն եւ ենթարկեն տուժերի կամ պատասխանատվության նրա համար, որ ես ապօրինի ձեռնարկատիրություն եմ ծավալում, հա, բա այդ ապօրինի ձեռնարկատիրությունը, այս հանցավոր խմբավորումները, որ իրականացնում են երկրում եւ մենք ունենք 17,000 եւ ավելի զեղծարության զոհ դարձած տուժածներ, բա դրանցով ով պետք է զբաղվեր։ Եթե կանխվեր ի սկզբանե այս հանցագործությունները, այս թիվը այսքան շատ չէր լինի, լավ կլիներ 17, լավ կլիներ 170, լավ թող լիներ 1700, բայց 17,000 զեղծարության զոհ ունենք, ում իրավունքները ոտնահարված են, մարդկանց գործերին նայում են ոտների արանքով, մատների արանքով, չգիտեմ, այս ինչ 17,000 թիվը որտեղ է, 17,000 թիվը, ուրեմն մեզ դիմել են տարբեր հարթակներից տուժած քաղաքացիներ, վերջերս այս Hello-Bit-ն է, հա, շատ ակտուալ դարձել, Hello-Bit-ի գործառույթների պատճառով տուժած քաղաքացիներն ասում են, որ երբ որ իրենք կապի մեջ են եղել, այնտեղ ցույց է տվել, որ հարթակում այս պահին on-line կա 18,000 հոգի, 19,000 հոգի, այսպես քանի որ 20-ից մեկն է Իվարկյան, քանի որ այստեղ 20-ից մեկն է տուժել, 20-ից մեկն է շահումով, հա, դուրս եկել, եկամուտով դուրս եկել, ներդրում արել եւ եկամուտը ստացել է ընդամենը 20 հոգուց մեկը, մնացածը արդեն 18,000, 19,000-ից եթե հանենք այդ 2,000-ը, ստացվում է 17,000, եթե դրա վրա ավելացնենք այլ հարթակներից տուժած քաղաքացիների թիվը, մոտավորապես 20,000-ի հասնում է։